Դոնալդ Թրամփը սպառնացել է Իրանին ռմբակոծությամբ և երկրորդային մաքսատուրքերով։ Իրանում չեն հավատում, որ Միացյալ Նահանգները նման քայլերի կգնա, սակայն վստահեցնում են պատասխանը կոշտ կլինի։ Ինչու է նորից սրվել Վաշինգտոն-Թեհրան, առանց այդ էլ լարերի վերախաղացող հարաբերությունը։ Թեմայի վերաբերյալ փաստերը կհամադրի իմ գործընկեր Այդա Կիրակոսյանը։ Ողջույն Այդա։ Ինչու են Թեհրանը և Միացյալ Նահանգները սկսել իրար սպառնել։ Երեկ Միացյալ Նահանգների նախագահը հայտարարեց հարցազրույցում, որ եթե Թեհրանը միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնության չգա Վաշինգտոնի հետ, ապա Միացյալ Նահանգները կռմբակոծի Թեհրանը և Իրանը ամբողջությամբ, ընդ որում Թրամփի ասացի մեջ բավականին կոշտ սպառնալիք կար, քանի որ նշեց, որ եթե ռմբակոծություն լինի, դա կլինի այնպիսին, ինչպիսին չի տեսել Իրանը իր ամբողջ պատմության ընթացքում։ Սպառնալիքները այսքանով չեն սահմանափակվել, Թրամփը նաև հայտարարեց, որ եթե համաձայնության չգան կողմերը, ապա երկրորդային մաքսատուրքեր կսահմանի, այնպիսին, ինչպիսին արել էր 4 տարի առաջ։ Եվ Թրամփը նույնիսկ վերջնաժամկետ է սահմանել, 2 շաբաթ ժամանակ է տվել Թեհրանին։ Ինչ է պահանջում Թրամփը։ Թրամփը օրեր առաջ նամակ է ուղարկել Իրանի գերագույն առաջնորդին, կոչ անելով նոր միջուկային համաձայնագիր կնքել։ Հիշեցնեմ, որ պատասխան նամակում Իրանը մերժել էր Միացյալ Նահանգների հետ ցանկացած ուղիղ բանակցություն, նշելով, որ քաղաքական շատ ուժեղ ճնշման տակ են եւ բանակցությունները կարող են շարունակել միայն երրորդ կողմի հետ, երրորդ կողմի ներկայությամբ եւ միջնորդությամբ։ Եկեք հիշենք, թե որտեղից է եկել խնդիրը։ Իր առաջին նախագահական պաշտոնավարման ժամկետում Թրամփը միակողմանիորեն դուրս եկավ Իրանի եւ մի քանի գերտերությունների հետ ընդհանուր ծրագրից՝ Միացյալ Նահանգներ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան, Գերմանիա եւ Եվրոպական միության միջև կնքված համատեղ ծրագրից եւ վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները։ Այս տարիների ընթացքում էլ Թեհրանն իր հերթին սկսեց փուլ առ փուլ հրաժարվել միջուկային համաձայնագրով ստանձնած պարտավորություններից եւ հիմա արդեն երկրորդ պաշտոնավարման ընթացքում Թրամփը որոշել է նոր գործարքի գնալ, նոր ծրագրի գնալ եւ պարտադրում է Թեհրանին համաձայնության հասնել, ընդ որում ուղիղ բանակցությունների միջոցով։ Եվ եթե կոնկրետացնենք, թե ինչ է ուզում Թրամփը ի պատասխան քո հարցի, ուղղակի իրեն պիտի մեջբերեմ, նշելով, որ պարզապես չի ուզում թույլ տալ Թեհրանին միջուկային զենք արտադրել, ինչի մասին ինքը բացահայտ խոսում է, եւ այս քայլերը բոլորը ուղղված են միայն դրան։ Հիշենք, որ Իրանի միջուկային ծրագիրը այս տարիների ընթացքում բավականին առաջընթաց է գրանցել, հատկապես վերջին 4 տարիների մասին է խոսքս, եւ երկիրը ավելի քան երբևէ մոտ է միջուկային զենք արտադրելու գործընթացին։ Նախորդին ի դեպ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանն էր խոսել Թրամփին ուղղված իրենց նամակի մասին, նշել, որ նամակը ուղարկվել է եւ որ միջուկային ծրագրի վերաբերյալ ուղիղ բանակցություններ վարելու առաջարկը իրենք արդեն մերժել են։ Իսկ Իրանից Միացյալ Նահանգներ հարձակման սպառնալիքին պատասխանել են։ Այո, պատասխան եղել է ռմբակոծության եւ նաեւ մաքսատուրքերի իմաստով Իրանի գերագույն առաջնորդը ի պատասխան հայտարարում է, որ չի հավատում, որ Միացյալ Նահանգները արտաքին եւ դրսից հարձակման կենթարկի Իրանը, բայց եթե լինի ներսից հարձակում, ապա իրենք ամբողջ ուժով պատրաստ են եւ դիմակայելու են, ընդ որում շատ կոշտ պատասխան են հասցնելու, այսպիսի սպառնալիք է ի պատասխան հնչեցրել գերագույն առաջնորդը եւ նաեւ նշեմ, որ տեղի լրատվամիջոցները, մասնավորապես Tehran Times-ը, անգլալեզու պարբերական է, որը լույս է տեսնում Իրանում, գրում է, որ Իրանի Իսլամական Հանրապետության հրթիռային զինանոցը բերվել է մարտական պատրաստության վիճակի, այսինքն չնայած նրան, որ գերագույն առաջնորդը կասկածի տակ է դնում Թրամփի խոսքերը, այնուամենայնիվ նրանք իրենց ամբողջ զինանոցով պատրաստվում են դիմակայության։ Մեջբերեմ փոքրիկ հատված, այս հայտարարություններից նկատի ունի Թրամփի հայտարարություններից հետո արձակման պատրաստ իրանական հրթիռները տեղակայվել են ստորգետնյա ռազմական օբյեկտներում, որոնք գտնվում են երկրի տարբեր շրջաններում, տեղեկացնում է տեղի անգլալեզու պարբերականը։ Թրամփը նշում է, որ ներքին խոսակցություններ կան կողմերից չի դադարել, այսինքն դադար չկա ընդհանուր բանակցությունների, սակայն այլ մանրամասներ չի հաղորդում եւ քանի որ արդեն նշեցի, Իրանի կողմից պատասխան նամակը Օմանի միջոցով ընդ որում կրկին ոչ ուղիղ ուղարկվել է ԱՄՆ պաշտոնյաներին եւ նախագահ Դոնալդ Թրամփին եւ Իրանը այս պահին դեռևս սպասման փուլում է։ Ինչպիսին կլինի Միացյալ Նահանգների արձագանքը, ըստ այդմ էլ կզարգանան հետագա ընթացքը այս իրադարձությունների։ Շնորհակալ եմ Այդա հանգամանալից վերլուծության համար, իսկ մենք շարունակում ենք թողարկումը։